Սերժ Սարգսյանը կես տոկոս կամ 10% անգամ իմանար, որ վերահաս պատերազմում մենք գոնե ինչ-որ մի հաջողություն ենք ունենալու, ինքը 18 թվականին չէր ճողոպրի իշխանությունից։ Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը իմանա ու քաջ իմանա, որովհետև իրենք իմացել են, որ պատերազմը անխուսափելի է, որովհետև իրենց ամեն տեղից ասել են, որ պատերազմը անխուսափելի է, իսկ իրենք կանխելու փոխարեն փախան, մի հատ ծուղակել անփորձ նոր իշխանության առաջ դրեցին, մտվստալ լինելով, որ իրենք էլ են հայ եւ ընկնելու են այդ ծուղակը, անդադար ասելով, սրանք եկել են, որ Արցախը տան, սրանք եկել են տալու, ես երիտասարդ իշխանություն ասում են, չէ, մենք չենք տա, ավելի էին բանանում, ավելի էին մտնում այդ ծուղակի մեջ։ Իհարկե ես չեմ արդարացնում դա։ Ես գիտեմ իմ ասելու են բանա Նիկոլի փաստաբանն է, հեսա, ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։ Ես եկել եմ այստեղ, որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ, ժողովուրդ, թույլ չտաք ձեզ խաբեն, թույլ չտաք։ Արցախի հարցը որոշված ա եղել 1922 թվականին։ Հետո որոշված ա եղել 1991 թվականին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ։ Ոնց անենք աշխարհին խաբենք, որի փր մենք բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի այս կամ այն աշճանի վրա, բայց ձգենք էլի, միջև տենանք ով ինչ է ասում։ Էս ա եղել իրականությունը, սիրելի հայ ժողովուրդ։